Հինգերորդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Բարի հանդիպում, սիրելի բարեկամ։ Շարունակում ենք պլուպուղ ու զվարճապատումների շարքը։ Նորից լսելու ենք նրա խորհուրդը, անել վիճակներում կողմնորոշվելու նրա հերթական դասն ենք ստանալու։ Այսօրվա պատումը բանահավաք Բարխուդար եւ բանագետ Ալվարդ Ղազիյանների հավաքագրած նյութերից է։ Դուք արդեն լսել եք նրանց անունները, որոնք երախտիկ ունեն Արցախի բանահյուսական ժառանգության հավաքագրման գործում։ Բանագետ, ժողովրդագետ, հրապարակախոս Ալվարդ Ղազյանը արցախցի չէր, ծնունդով նա Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Սարիգյուղից էր։ 1930 թվականին է ծնվել, արցախցու հարս է։ Արցախի Մարտունու շրջանի Բերթաշեն գյուղից էր նրա ամուսինը, բանահավաք, արձակագիր, դերասան Բարխուդար Ղազյանը։ Հայ բանահյուսության ուսումնասիրության բնագավառում նրանց վաստակը մեծ է ու առանձնաբար հատկանշելի են նրանց արցախյան եզերքին վերաբերող բանահյուսական նյութերի ուսումնասիրությունը, գրառումը։ 1983 թվականին հրատարակվել է Արցախ բանահյուսական ժողովածուն, որն ընդգրկում էր Ղազյանների 1970-ական թվականներին Արցախի տարբեր բնակավայրերից գրառած բանահյուսության նմուշներ։ Որոշ հեքիաթներ տպագրվել են հայ ժողովրդական հեքիաթներ համահավաք հատորաշարի 7-րդ հատորում։ Դուք նաև գիտեք, որ Արցախի բանահյուսական նյութերը գրառած բոլոր բանահավաքների ստեղծագործություններում պլուպուղու մասին զրույցներն անպայմանորեն կան։ Ու հաճախ միևնույն զրույցը մենք կարող ենք վկայված տեսնել տարբեր բանահավաքների գրառումներում։ Դա էլ բնական է, որովհետև այդ սյուժեները սերնդեսերունդ, բեռնեբերան փոխանցվել են ու դրվագային որոշ փոփոխություններով կամ լեզվական նոր հովերումներով գրանցվել բոլոր բանահավաքների կողմից։ Այսօրվա պատումները Ալվարդ Ղազյանի Արցախի բանահյուսական ազգագրական ժողովածուից են ընտրված։ Հիշեք այս անունները, նրանց գործը նվիրական է։ Նրանք են, որ բոլոր ժամանակներում դառնում են ժողովրդի լեզվամտածողությունը սղագրողները։ Իսկ հիմա լսենք զրույցները։ Մելիք Շանազարին մարը մռումը։ Մելիք Շանազարը ծենատան պլուպուղում ու ասում. Պլուպուղի, իմ մարմռալա։ Գիդում վերտուելը սինյան թաղմանը, աչքի սրվասվեչ, թե չէ ծիծղցնանս խայտարակինիմ։ Եթե իմ ասածը սրեց, օխտը մեշոք ծոր են կտամ։ Պլուպուղին ասում է. Լավ, ինչում ասում։ Հիպեր ուժը Մելիք Շանազարի մորը ժամումը թաղումն, պլուպուղին օխտը շոն հաճարում, օխտը իրա ամեն մինի իրա մեշոք կապում, ծիքում կյան Մելիք Շանազարի կողքը, ասում է. Մելիք, իմ օխտը պերնը ծորենը մհենգտո, թա չէ վերքու մոր թղեց է, դու ինձ ծորեն տվողոչս։ Մելիքն ասում է. Լավ ժամանակ չկա, քինես արշային քյուխեն կողքը, օխտը պերնը ծորեն կտամ։ Մելիք Շանազարը մի զապիսկա է գիրում, տան պլուպուղում։ Պլուպուղին լա Մելիք Շանազարի կողքան տույս այկյամ, զապիսկան կարչում է, մեջ է կիրացայնում, պուղուն ғարկումում կողքըտ, օխտը մեշոք սաղնը կտաս։ Պլուպուղին տասմա վերտակ են, մինակ Մելիք Շանազարի ստորագրությունն է, ամիս ամսաթիվ կիրայց չի։ Իքնես պասմա մինչև ծմերնը պրծնե, կյանունքը անցկենա, հուլիս օգոստոս քինումա Սարուշեն են քյուխեն կողքա։ Սարուշեն է քյուխեն ասում է. Քյոխան սաղինիմ, Մելիքը ինձ քու կողքը տաղարկալ, ասալաղ վեր, օխտը մեշոք սաղնը տաս ինձ։ Քյոխան յորանում նամակը կարչում ու պուղուն ասում է. Արա տակիժվել է, հա, ես ես ամարվա շոքիր շտաղան սաղնը ճարիմ։ Պլուպուղուն ասում է. Ուղի ջան, եկլի ես կեզ օխտը մեշոք ծոր են տամ, դու կյա իրան էդ խոսե, միթեր իրալի։ Վեչիշ տուտի իրա, սաղնը կավեչ, ծոր են հտո, ես էդ հարցը Մելիքինն էդ կդուզացնիմ, մի կերպ կդուզացնիմ։ Պլուպուղին օխտը մեշոք ծոր են յորանում քինում ատոմ։ Մելիքը վերկյամա, տոսմա վեր օխտը մեշոք ծոր են ունե, ասում է.
Պողի, թող տմեշոք ցորենը քեզ տղան։ Մելիք Շահնազար, վեր դու ինձ ղարկաս օխտպերնը յորոնիմ, վեր քեցամ հղիցները ծյունելը, գրեցալ չունքյամ, նամակըտ գրեցալ չում տանի, մենք սոր հիշելում, քեցալում, մուղլոթունը լավ պենչ։ Բայց մինը սկացալս։ Վերեմ։ Մինոր, Պոլոպուղին ու Մելիք Շահնազարը ձերավ քինումն միշենումը քիշերը մնան։ Պոլոպուղին միշտ Մելիք Շահնազարի կղեն քելագալի անեիս։ Ես անգամ էլ Մելիք Շահնազարն ա որոշում Պոլոպուղի իրա քելագան է։ Մելիք Շահնազարը քիշերավ երակենում քինումա ձերի գյումը։ Ու Պոլոպուղու ձեի կտպրոշը ծռումա։ Հանց տպավորություն այնում, հանց ածին ծիծղեիսինի։ Մեր ուժարը ուտավ ճանապարհն ընկնում։ Պոլոպուղին տեսնում ա վեր Մելիք Շահնազարը քելագա արակախեն։ Իքտելա որոշում անե։ Քինումա ուծի հակին կտրումա, մտցումա ձի կամակը։ Վեր մի պատարել են քինում։ Մելիքը գյար ասում ա։ Պողի, այս ծիծաղում ա, հա։ Հա, ծիծաղում ա, գիդում չես խե։ Չէ խե։ Բա ծիտ հակին ընգալա ծիտ կամակը, ծիծաղը վեչ։ Վայ, Պողի, քու տոնըտ քենդվի, էլի դու իմ գլխես քելագ եկեր։ Սիրելի բարեկամ, այս զրույցները դու կարող ես գտնել նաև քեզ արդեն ծանոթ բանահավաքների հավաքագրած նյութերում, որովհետև Պոլոպուղու զրույցները բոլորի շուրթերին են եւ բազում են ասացողները, որոնց պատումները իրարից տարբերվում են սյուժետային մասնակի փոփոխություններով։ Բայց դուք եւս մեկ անգամ համոզվեցիք, որ Պոլոպուղին լուրջ խնդիրներն էլ է հումորով ու խորամտորեն կարգավորում։ Նրա յուրաքանչյուր զրույց ելքը գտնելու ուղի է ու հաստատում այն ճշմարտության, որ անել վիճակ չկա։ Դուք տեսաք չէ, թե ինչպես սառույցը ցորեն դարձավ, ինչպես հստակ ու պարզ թվացող գիրը տարբեր ժամանակներում տարբեր արդյունքներ կարող է տալ։ Գիրը ճիշտ ժամին, ճիշտ տեղում, ճիշտ կարդացողին է փնտրում ու ելքը միշտ գտնվում է։ Խոխեք, իսկ եթե ձեզ հնարավորություն տրվեր մի նամակ կիրիլի, թղթի իրա, ինչ կկամենայիք կիրիք։ Ես կկիրեի թղթի իրա, վեր այն մարդիկ ովքեր լանգի խոսում են խոսքըմ տամ ու իրանց խոսքը կատարում չն, իրանք լույզում կտրին, վերել կարին վեր սոտ պեներես։ Ես է կկիրիմ, վեր ինչքան գործանող, լավ սրտավ, լավ մտքավ մարդիկ կան, դրանց մինը 1000-ինի։ Շատ արդար են ձեր մտածումները Պոլոպուղու մտքին ու սրտին ներդաշնակ։ Իսկ դուք մտածալ եք շտեղա փոխվալ, Պոլոպուղին այդ օխտպերնը ցորենը շտղանապերալ։ Սարուշեն այա պերա։ Ես շատ սկացա Սարուշենի մասին։ Ասում եմ, վեր Սարուշենը պեցյուր տղա։ Երևի թե դրա հետ է կոչան Սարուշեն։ Իմ տատիկը Սարուշեն այա։ Ինքը ասում է, վեր Սարուշեն ցուրց, ըսե իսնիլա պրոշրջակալ Սարուշենցիկ, որովհետև ոնց վեր անանասալ վեր տապեցյուր տեղա, տակ շատ դիժեր են ջուրը տնեյսիլեր։ Այո, բարեկամներ, Պոլոպուղին Արցախի Ասկերանի շրջանի դրախտային Սարուշեն գյուղն էր ուղևորվել։ Գյուղը Ստեփանակերտ Կարմիր շուկա մայրուղու միջակայքում է, թեք Սարալանջին գտնվող լեռնոտ ու գեղատեսիլ գյուղ, որի բնակիչները տաղանդավոր են, ազնիվ, հայտնի են իրենց աշխատասիրությամբ, հյուրասեր բնավորությամբ։ Տոհմիկ հայկական գյուղ է Սարուշենը, հին Փիրումաշեն ամենափրկիչ եկեղեցիներով ու իր քերծերի պես անխախտ գերդաստանական ավանդույթներով։ Մենք դեռ շատ պատմելիք կունենանք ու նոր հանդիպումներ Պոլոպուղու հետ։ Պենդ կացեք, դեմ կացեք։